Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում ևս մեկ սպասված վերադարձ է տեղի ունենում։ Ֆաինան վերջապես միացել է նկարահանումներին և նրա հայտնվելն արդեն իսկ մեծ հուզմունք է առաջացրել հեռուստադիտողների շրջանում։ Առաջին հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ Ֆաինան միայնակ չէ, նա Հալալի ու Յանայի հետ է, մարդկանց, ովքեր նրա կյանքի ամենաբարդ պահերին միշտ նրա կողքին են եղել։ Ֆաինան գրկում է Դավիթին, իր փոքրիկ եղբորը։ Այդ գրկախառնությունը բառերով նկարագրել հնարավոր չէ, դա մեղքի, կարոտի, սիրո և ուշացած վերադարձի համադրություն է։ Դավիթը նրա համար պարզապես եղբայր չէ, նա այն կապն է անցյալի ու ներկայի միջև, որը Ֆաինային ստիպում է մնալ ու պայքարել։ Յանան Ֆաինայի կյանքում առանձնահատուկ տեղ ունի, նա նրա լավագույն ու անդավաճան ընկերուհին է, այն մարդ, ով երբեք չի լքել, անկախ նրանից ճշմարտությունն ինչքան ծանր է եղել։ Յաննան գիտի Ֆաինայի բոլոր ցավերը, բոլոր կոտրվածքները և հենց նա է, ով նրա կողքին է այս նոր փուլում, երբ ճշմարտությունները մեկը մյուսի հետևից բացահայտվում են, այս ընկերությունը սերիալում դառնում է իրական հավատարմության և մարդկային ջերմության օրինակ։ Ֆաինայի կողքին է նաև Հալալը, Հենրիի ընկերը, իսկ այժմ նաև Յանայի ամուսինը։ Ֆաինայի վերադարձը նոր էջ է բացում սերիալում, նրա ներկայությունը նշանակում է նոր գաղտնիքներ, նոր բացահայտումներ և գուցե այն ճշմարտությունները, որոնք մինչև այժմ ոչ ոք չէր համարձակվում ասել։ Հեռուստադիտողները վստահ են, Ֆաինան վերադարձել է ճիշտ այն պահին, երբ ամեն ինչ կարող է գլխի վայր շրջվել։ Սերիալը շարունակում է մնալ իր ամենալարված փուլում, յուրաքանչյուր նոր կերպար, յուրաքանչյուր վերադարձ ավելացնում է ինտրիգն ու հուզմունքը։ Ֆաինայի վերադարձը ոչ միայն կարոտի, այլ նաև վճռորոշ քայլերի սկիզբ է։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու և միացեք մեր ալիքին։ Նշենք, որ Անի Մեհրաբյանը դեռ ամիսներ առաջ մեկնել էր Հայաստանի Հանրապետությունից, որտեղ շարունակում էր իր ուսումը, բայց այժմ նա վերադարձել է և հավանաբար վերջին սերիաներում նրան կտեսնենք հեռուստաէկրաններին և հետաքրքիր անակնկալ է պատրաստել իր հետևորդների համար։ Դե ինչ, հուսով ենք հեռուստադիտողներին հաճելի անակնկալ է մատուցել և այո, հեռուստադիտողների մեծ մասը սպասում էր նրա վերադարձին։ Նկարահանումս ավարտվեց, հիմա գնում եմ տուն։ Պետք չի մոռանալ, որ ես բացի դերասանուհի լինելուց նաև տանկին եմ։ Այնքան եմ հոգնել երթում եմ Սիթիից, մտել էի մի բան վերցնելու, սենց առևտուր արած գնում եմ ու հասկացա, թե ինչքան եմ մեծացել, որ արդեն չեմ կարողանում ծանր տոպրակները տանել։ Փաստորեն մամա լինելը պարտադիր չի մամաներին հասկանալու համար։ Հզոր են մամաները, մի խոսքով ոնց են այսքան բանն արել Աստվածին։ Չվճարվող աշխատանք։ Կամաց փորձում եմ սովորել։ Ես շատ բզիկավոր ուտողներից եմ, այստեղ փակաստը սնունդը մոտ է մեր հայկականին։ Մարդիկ ծայրահեղ բարեհամբույր են, դա ջերմացնում է, ուրախացնում է։ Իսկ ծովը գրեթե չի թողնում ստրեսի ենթարկվել։ Ես շատ եմ սիրում ծով, շատ եմ սիրում ծովին մոտ լինել։ Տկուր ժամանակ հաճախ եմ այստեղ գալիս։ Չգիտեմ, չէ հանգստացնող բան կա։ Բայց չեմ թաքցնի, որ անասելի կարոտել եմ Երևանը ու ոչ մի երկիր իմ հողուջերի հետ չեմ փոխի։ Հիմա պարզապես գիտակցաբար ամեն բան հասկանում եմ, պիտի մնամ ու պայքարեմ այն նպատակի համար, որի համար այստեղ եմ։ Կարոտել եմ, շատ եմ կարոտել, բայց կամաց կսովորեմ։ Տեսեք, քանի որ կյանքից խոսեցինք, կան չէ մարդիկ, ովքեր շատ գրագետ են, շատ կարդացած են, բայց օրինակ կյանքի ինչ դժվար իրավիճակներում ավելի բարդ են կողմնորոշում։ Իսկ օրինակ քիչ կարդացած մարդիկ ավելի արագ։ Այստեղ իհարկե շատ լավ է լինել կրթված, կարդացած եւ այլն, բայց գաղտնիքը գրքերի մեջ չէ։ Գաղտնիքը վախերը հաղթահարելու մեջ է։ Ինքդ քեզ ճանաչելու ամենալավ տարբերակը վախերը հաղթահարելն է։ Թույլ տալ քեզ, որպեսզի ճանաչես քեզ։ Դուրս գալ ինչ-ինչ կաղապարներից, լավ իմաստով եմ ասում, որովհետև կաղապարներից դուրս գալով կարելի է նաև վատ ուղու վրա հայտնվել։ Ենթադրենք վախենում ես ինչ-որ բան սովորել կամ վախենում ես օտար երկրում ապրել, անել դա։
երբ որ զոնայից դուրս գալուց հետո միշտ ինչ-որ հաջողություն ես գրանցում ու միշտ ինչ-որ նոր բան ես իմանում քո մասին։ Ինձ միշտ ամեն ինչի հիմն է դուր եկել կերպարների, շինությունների, իրերի։ Հետևաբար միանշանակ անցյալ կգնայի եւ կգնայի Կլեոպատրայի ժամանակաշրջան։ Կուզեի իմ աչքով տեսնել ինչ է եղել, ոնց է եղել։ Հա, այդքանը։ Հիմա ինչ-որ խորը հոգեբանական բան չեմ ասելու, որովհետև ամբողջ կյանքում շարժվել եմ այն սկզբունքով, որ վարվի դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեն։ Ես հարգում եմ իմ մարդկանց եւ համարում եմ լավ մարդ։ Բայց թե լավ, իրենք այդ պարագայում քեզ հետ անկեղծ են լինում։ Իսկ հետո արդեն դու ես որոշում թողնել նման մարդկանց քո կյանքում թե հեռացնել։ Գուցե զարմանալի հնչի, բայց ազատ ժամանակը հիմնականում տրամադրում եմ դասերին։ Ես գրել շատ եմ սիրում։ Կարող եմ այդտեղ ժամերով նստել ինչ-որ բան գրել դասերի հետ կապված գունավոր գրիչներով, մաթեմատիկայի տետրի մեջ, ցենց հավեսով։ Կամ շատ սիրում եմ գալ այստեղ նստել ու ուղղակի նայել։ Ծովը միանշանակ, որովհետև միանշանակ միշտ ցանկացել եմ նկարահանում ունենալ մի այնպիսի երկրում, որտեղ կա ծով ու այստեղ ինչ-որ տեսարան խաղալ, այսպես ինչ-որ գնչուական կերպար կուզենայի ստանալ, ծովի մոտ որևէ նկարահանում ունենալ։ Տեսակ չէ, որ մարդիկ շատ բարեհամբույր են։